Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Երկիր մեդիայի եթերում Արմաթ հաղորդաշարներ մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, արցախյան կոլորիտը։ Մենք այսօր կխոսենք Արցախի Տիգրանակերտի մասին։ Այսօրվա մեր հյուրը պատմագիտության դոկտոր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք մի շատ հետաքրքիր բնորոշում տվեցիք Տիգրանակերտին, ասելով, որ Տիգրանակերտը երևում է հեռվից։ Ինչ նկատի ունեիք դուք։ Հանրապես Տիգրանակերտի դիրքը, որը տեղադրված է Արցախյան լեռնաշղթայի այն վերջնամասում, դա ինքը ստրատեգիական դիրք է եւ ըստ էության այն վերահսկում էր ամբողջ Տափաստանը մինչեւ Կուրգետ։ Եվ բնականաբար հեռվից էլ ինքը պիտի երևար, որովհետեւ լեռնաշխարհը սկսվում է կամ լեռնաշխարհները սկսվում են հենց Տիգրանակերտից եւ երկրորդը որ արժե ընդգծել դա իհարկե նրա սպիտակ բնույթն է, սպիտակ լինելն է, կաթնագույն լինելն է, ջերմակ լինելն է, որը Տափաստանի միապաղաղ թե կանաչ կամ դեղնավուն նայած տարվավոր եղանակն է, այդ ֆոնի վրա ինքը շատ հստակ առանձնանում է Տիգրանակերտի նշանակությունը ընդհանուր հայկական մշակութային ժառանգության կոնտեքստում։ Երբ որ սկսում էինք պեղումները, ես մտածում էի, որ մենք հայտնաբերելու ենք, պեղելու ենք մոտավորապես գավառական տիպի մի քաղաք, որը կարծեք թե Տիգրան Մեծի կայսրության ամենածայր աշխարհներից մեկում է, եւ ի զարմանս ինձ եւ մեր արշավախմբի մենք տեսանք, որ չէ, մենք հայտնաբերում ենք, պեղում ենք մի քաղաք, որը ոչ միայն հայկական է, այլև ընդգծված քաղաքակրթական է։ Սա Տիգրանակերտի ամենակարևոր դիմագիծն է, այսինքն Տիգրան Մեծը հավաքել է ժամանակի ամենահմուտ ճարտարապետներին, շինարարներին, սկսած փոքրասիական զանազան, ուրեմն իր նվաճած տարածքներից, ավարտած երևի Արտաշատի ճարտարապետներով եւ շինարարներով եւ ստեղծել է մի ուրեմն պաշտպանական կառույց ամրոց, որը ժամանակի ամենաառաջադեմ պաշտպանական համակարգն է։ Բանը Տիգրանակերտի մի քանի առանձնահատկությունները, ասենք բոլոր պատերը զիգզագ են։ Ուրեմն ընդմիջարկվում են կլոր եւ օղանկյուն աշտարակները։ Ամբողջը իրականացված է սպիտակ կրաքարի շատ մեծ բլոկներով, որոնք իդեալական հարթ հորիզոնական մակերեսներ ունեն, որոնք ամրացված են ուրեմն հատուկ կապերով, որոնք կոչվում են ծիծեռնակի պոչեր եւ զարմանալին գիտեք որն է, որ այդ համակարգը մշակվել է մոտավորապես մեր թվականությունից առաջ 3-րդ դարի վերջերին Ալեքսանդրիայում։ Այսինքն նա ոչ թե ուղղակի մի վարպետ, մի խելոք մարդ փորձել է մի բան սարքել։ Հետագայում Արցախում միջնադարում մենք շատ ունենք այսպես հնդածը ճարտարապետություն։ Երբ որ ասենք չկար շատ միասնական ընկալումներ, չկար տարածաշրջանը միավորող ճարտարապետական միտք, եթե չհաշվենք զուտ եկեղեցական ճարտարապետությունը։ Եվ ահա մենք տեսնում ենք մեր թվականությունից առաջ առաջին դարում ստեղծված մի բան, որը մշակվել է Ալեքսանդրիայում, տարածվել է Փոքր Ասիայում, երևի իր ամենաառաջին դրսևորումները նա ունեցել է Արտաշատում, հենց Արտաշեսի ժամանակ, երբ որ կառուցվեցին Արտաշատի պարիսպները, եւ դասական կատարելության է հասել Տիգրանակերտում։ Սա պիտի հատուկ ներկայացնել, հատուկ շեշտել, որովհետև դա է հենց ցույց տալիս այդ ժամանակաշրջանում հայկական պետականության ամբողջականությունը։ Եթե չլիներ հզոր միապետ, եթե որը միավորել էր ամբողջ ստեղծագործ ուժը Փոքր Ասիայի եւ Հայաստանի, հնարավոր չէր Արցախում կառուցել ժամանակի համահունչ նման պաշտպանական համակարգ։ Մի հատ բան կա Ալեքսանդրիայում ապրող Փիլոն Բյուզանդացի, որը գրել է մի տրակտատ ինչպես կառուցել ամրոցները։ Մենք բացում ենք այդ բանը, տրակտատի որևէ էջ կարդում ենք եւ կարծեք թե նկարագրում է Տիգրանակերտը։
Եվ ընդհանրապես մենք միշտ մի խնդիր ունենք, էլի մեր մշակույթի ինքնաբավությունը շատ հաճախ ավելի ենք շեշտում, երբ որ այդ մշակույթը բազմաթիվ կապեր է ունեցել տարածաշրջանի մշակույթի հետ եւ նրա յուրահատկությունը, նրա կարևորությունը համաշխարհային ժառանգության տեսակետից ոչ միայն նրա զուտ հայկականությունն է, այլ տարածաշրջանային մտքի ներկայացումն է։ Այդպես կարող ենք մենք խոսել վաղ քրիստոնեական ժամանակի ճարտարապետության մասին, այդպես կարող ենք խոսել մեր մանրանկարչական ավանդույթի մասին, այդպես կարող ենք խոսել եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այս տեսակետից ինձ համար Տիգրանակերտը կատարյալ օրինակներից մեկն է։ Տիգրանակերտում կան 45-ից ավել հայերեն արձանագրություններ, որոնց զգալի մասը վաղ քրիստոնեական են, բայց կա հունարեն արձանագրություն, Կովկասի ամենավաղ արաբերեն արձանագրությունը պես ծագում է Տիգրանակերտից։ Եվ մենք փորձել ենք այս ամբողջ քաղաքակրթական կերպարը ներկայացնել, այլ ոչ թե միայն այսպես գավառական մի փոքրիկ բան, որը ինքնամփոփ իր մեջ է, դա այդպես չի եղել։ Պարոն Պետրոսյան, Տիգրանակերտը նաև որոշակի ազդեցություն է թողել տարածաշրջանի վաղ քրիստոնեական մշակույթի վրա եւ շատ հետաքրքիր առանձնահատկություններ ուներ, հատկապես Տիգրանակերտի վաղ միջնադարյան եկեղեցու մոտ հայտնաբերված դամբարան վկայարանը, որը իր ագրեսներ ուներ նաև մյուս Արցախի մյուս շրջաններում։ Խնդրեմ դրա մասին մի քիչ խոսենք։ Անկեղծ ասած, բանը էլի նույն շատ կուզենայի, որ այդ, ասենք, մոտեցումը շատ հստակ ընկալվեր, էլի, ասենք, բանը Արցախի հայկականության ապացուցելիության ամենակարևոր մեթոդաբանությունը համարվում էր Արցախում եղած մշակութային ժառանգության նույնականությունը Հայաստանի այլ շրջանների եւ հատկապես կենտրոնականի հետ։ Մինչև Արցախյան շարժումը ամենահայտնի աշխատանքը հայ ճարտարապետության Արցախի դպրոցը, որ Մուրադ Հասրաթյանը գրել է, դուք այնտեղ կտեսնեք, որ միանշանակ ձգտումը, որը նույնպես ընդունելի է, ցույց տալ, որ Արցախում ամեն ինչ շատ նույնական է Հայաստանի հատկապես կենտրոնական, չգիտեմ, Այրարատի, Շիրակի վաղ քրիստոնեական կառույցների, բայց ահա հնագիտական պեղումները ինչ որ առանձնահատկություններ են ցուցաբերում։ Եվ այդ առանձնահատկություններից մեկը այսպես կոչված արևելյան մուտքով սրբարաններն են, որը եզակի մի բան է քրիստոնեական ճարտարապետության մեջ։ Եթե Տիգրանի կառուցած ամրոցի դեպքում մենք կարող ենք խոսել քաղաքակրթական մի կերպարի մասին, ապա այս դեպքում կարող ենք խոսել քաղաքակրթական հաջորդ կերպարի մասին, երբ որ ըստ էության Վաչագան բարեպաշտը փորձում է հայտնի չափով Աղվանից եկեղեցին առանձնացնել եւ ստեղծում են առասպելներ, պատմություններ Երուսաղեմի հետ ունեցած կապերի մասին, որ տեսեք, բանը Աղվանից եկեղեցին հիմնադրել է Եղիշա առաքյալը, որը առաջին դարում ուրեմն եկել է հատուկ շրջանցելով Հայաստանը, հասել է Աղվանք եւ այլն, եւ միակ արևելյան մուտքով դամբարանը դա Տիրոջ գերեզմանն է Երուսաղեմում։ Եվ մենք Արցախում պեղել ենք 3 նման վկայարաններ, որոնք զուտ արևելյան մուտք ունեն։ Եվ եթե մենք կաղանկատվածի մի թեթև փորձենք թերթել, շատ կարող ենք հանդիպել արևելյան երկիր, արևելյան եզր, այսինքն ըստ էության մենք գործ ունենք Արցախում հայախոս, հայագիր մի համայնքի հետ, որը բավականին լավ կապեր ուներ Երուսաղեմի հետ, Երուսաղեմում թվարկվում է 10-ից ավել հայկական աղվանական կոչված վանքեր, որոնցից 8-ը գրում են Արցախի վանքերի անունները։ Այսինքն մենք գործ ունենք մի ժամանակի հետ, որը ինքնին շատ ուշագրավ է, շատ հետաքրքիր է եւ կարծեք թե ուրեմն ցույց է տալիս Արցախահայության մի ավելի ընդհանրական պատկեր, ասենք հունարեն արձանագրությունները, հունարեն արձանագրությունների ինչ են անում Տիգրանակերտում, եթե քաղաքը չի ունեցել հունական համայնք Տիգրան Մեծից սկսած։ Բանի միջնադարի աղբյուրները շատ են խոսում մի քաղաքի մասին, որը բառացի այնիան է, որը իրենք կոչում են բառացի նշանակում հունական։ Եվ այդ հունական քաղաքի մասին պատմությունները կարծեք թե գալիս կոնկրետանում են Տիգրանակերտի վրա։
եւ մենք Տիգրանակերտում էլ ունենք ոնց ասեմ արևելյան Հայաստանի ամենածայր հունարեն արձանագրությունները, դրանք վաղ քրիստոնեական արձանագրություններ են, բայց բոլոր դեպքերում վկայում են նորից ահա այս կերպարը, այսինքն ես կարծում եմ թե մեր թիմին հաջողվել է կերտել կամ վերականգնել մի քաղաքի կերպար, որը միանշանակ գավառական չէ։ Տիգրանակերտի բանը մեծ բազիլիկան կամ մեծ եկեղեցին Հայաստանի ամենամեծ բազիլիկաներ, Կովկասի ամենամեծ բազիլիկաներից մեկն է, նրա սրբատաշ կառուցվածքը, չգիտեմ, այդ սուխարիկները, բաները, խոյակները, այգային միջավայր, աստեղային բան ունիկալ են, ուղղակի ունիկալ են եւ հատկապես խաչային հորինվածքները բանը շատ մոտ են վաղ քրիստոնեական հորինվածքներին եւ դա հիմք տվեց խոսել հայկական վաղ քրիստոնեական կոթողների եւ իռլանդական բարձր խաչերի նմանությունների մասին։ Այսինքն մեր ճանապարհը ո՞րն է, էլի ցույց տալ թե ինչքան հայ մշակույթը իր մեջ ուրեմն ներառվում է համաքրիստոնեականը, համամարտկայինը, այլ ոչ միայն տեղականը։ Միջալոց տես մի բան անեմ, զուգահեռ անեմ, որ ժամանակին մենք Ջուղայի խաչքարերի բանը Ջուղայի խաչքարերը եզակի են նրանով, որ իրենք կարծեք թե ի տարբերություն մնացած խաչքարերի, որոնք ինքնամփոփ են, ցույց է տալիս կապերը, ասենք տիբետյան ոչ, չգիտեմ, բանը վենետիկյան խաչվող կամարներ, Ջուղայի հանրույթը հաղորդակցվել է աշխարհի հետ եւ այդ հաղորդակցությունը տեղ են գտել նաեւ Ջուղայի խաչքարերում։ Ես կարող եմ ասել, որ մեր մշակույթում շատ կան նման ընդհանրական երևույթներ, ցավոք մենք մեծ ներդրում, մեծ հնարավորություններ չենք ստեղծել այդ ամենը ավելի այդ մասշտաբային մակարդակով վերականգնելու եւ աշխարհին ներկայացնելու համար, գոնե ասենք ես եւ մեր թիմը փորձել ենք մի քիչ այդ նեղ ասպարեզից դուրս գալ եւ ավելի ընդարձակ պատկեր ներկայացնել։ Արցախը բռնազավթված է նաեւ Տիգրանակերտը։ Բռնազավթումից հետո արդյոք շարունակում են Տիգրանակերտի ուսումնասիրությունները գիտական իմաստով բերված պեղածո նյութի հիման վրա, պարոն Պետրոսյան։ Մի կողմից Տիգրանակերտին մենք հետևում ենք եւ Տիգրանակերտում վերջին 2-3 տարիները որոշակի հնագիտական պեղումներ են արվում, ընդ որում խուսափում են պեղել ամրոցը, խուսափում են պեղել պարիսպները, որովհետև ադրբեջանական պրոպագանդան պատասխան չունի դրան։ Հնարավոր չի այդ պարիսպները համարել աղվանական, հնարավոր չի դա համարել տեղական, բայց բանը 13-12-րդ դարի շերտերը, այսպես կոչված վաղ քրիստոնեական հրապարակի վերին շերտերը որոշ պեղումներ արել են, որը Երևան է բերում այն նյութը, ինչին մենք վաղուց գիտենք, մոտավորապես 12-րդ դարի վերջերից քաղաքի տարածքում ինչ որ թափառական, ինձ ասեմ, ցեղախմբի բանի, այսպես խեղճ ու կրակ բաներ են մնացել, մնացորդներ։ Միջև երևի կամ անմիջապես մողոլական արշավանքի ժամանակ կամ դրանից հետո իրենք դա են պեղում, ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, ես մի քանի ամիս առաջ մենք ավարտեցինք Արցախի Տիգրանակերտին նվիրված գիրքը, դա իմ եւ մեր թիմի պարտականությունն էր։ 21 հեղինակ են, հիմնականում արշավախմբի անդամներն են, որոնցից 7-ը արտասահմանից են, եւ գիրքը ներառում է քաղաքի ամբողջ բանը, շրջապատը, նրա հնագիտական մշակույթները, ընդհուպ մինչև, ասենք, Փանահի կառուցած, չգիտեմ, ամրոցը, մզկիթը եւ այլն եւ այլն։ Այսինքն փորձել ենք ոչ թե այսպես հատուկ շեշտադրել մի բան, այլ ընդհանրապես այսպես էնցիկլոպեդիկ տեսքով ներկայացնել Տիգրանակերտը, գրքում 600-ից ավել լուսանկարներ, գրչանկարներ, ամենահայտնի աշտարակներից մինչև ամենափոքրիկ, ասենք, մատանու ակը եւ այլն հնագիտորեն հետազոտել եւ ներկայացնել։ Ես պիտի ասեմ, որ գիրքը հիմա թարգմանվել է ռուսերեն եւ շուտով լույս կտեսնի եւ ընթացքի մեջ է նաեւ գրքի անգլերեն թարգմանությունը, սա այն է ինչ որ մենք կարող ենք անել
մի բան ուղղակի ուզեմ ասեմ, ինձ թվում է որպես հնագետ ես ամեն ինչ արել եմ, որ այսօրը չգա։ Ես ամեն ինչ ինձ թվում է արել եմ, որ Տիգրանակերտը ընդհակառակը օգնի մեզ, որ մենք չունենանք, բայց հիմա այս ամենը եղել է եւ կարծեք թե այս մշակութային ժառանգության վերականգնումը եւ ներկայացումը, չգիտեմ, մեր մասնագիտական պարտքն է, ես ավելին չեմ կարող ասել։ Ձեր հոդվածներից մեկում, որը տպագրվել է ֆրանսերեն, Տիգրանակերտի հետ կապված դուք օգտագործեցիք մի շատ հետաքրքիր տերմին՝ մշակութային էթնիկություն։ Ինչ եք ուզում դրանով ասել, պարոն Պետրոսյան։ Ես դժվար թե այդպես շատ լավ հիշեմ, բայց ես ուզում եի ինչ որ մշակույթի կերպարը ստեղծելիս մենք կարողանանք իրարից տարբերել ընդհանուր մշակութային կերպարը եւ նրա որոշակի մասնավոր դրսևորումները։ Կոնկրետ Տիգրանակերտի դեպքում մենք այդպես էլ վարվել ենք, այսինքն այո, եթե կա մի հանրույթ, որը խոսում է հայերեն, որը գրում է հայերեն, չէ՞, մենք կարող ենք խոսել այդ հանրույթի լեզվական մշակույթի մասին, բայց եթե այդ հանրույթը վաղ քրիստոնեական որոշ գաղափարներ կիսում է ղպտական, ասենք, գաղափարների հետ, երբ որ նրա ստեղծածը մոտ զուգահեռներ են Երևան բերում բանի իռլանդական խաչերի հետ, այս դեպքում մենք արդեն կարող ենք խոսել մշակույթի ոչ թե էթնիկության մասին, այլ մշակույթի քաղաքակրթական ընդհանրական կերպարի մասին։ Սա մեթոդներ են, որոնք ցավոք հայագիտության մեջ մանրամասն մշակված չեն, դա նույնպես հասկանալի է, բայց այս վերջին գործընթացները բանը հատկապես հայալեզու գիտական, ուրեմն գործերի, այսպես ստորադասումը միայն դրսում լույս տեսած Սկոպուսային եւ այլ, կարծում եմ, որ հայագիտությանը, հայաստանյան հայագիտությանը որոշակի լուրջ վտանգներ են ուրեմն իրենից ներկայացնում, որովհետև դարեր շարունակ հայագիտությունը եղել է նաև հայերի ապրելու կերպը։ Եվրոպական հումանիտար գիտությունը նման գործառույթ վերջզգոնե սկսած 18-րդ դարից չունի։ Մենք հիմա պիտի հասկանանք մարդիկ իրավունք ունեն կարդալ հայերեն իրենց պատմության եւ մշակույթի մասին, թե դա միայն առանձին մասնագետների զուտ մասնագիտական խնդիրն է։ Այս տեսակետից մենք փորձում ենք այդ երկուսը համադրել, այսինքն հնարավորինս հրատարակել հայերեն, եթե խնդիր կա հրատարակել գոնե մի քանի լեզուներով, բայց առաջնությունը առայժմ ես գոնե գտնում եմ, որ մեր ժողովուրդը լիովին իրավունք ունի Տիգրանակերտի մասին կարդալ հայերեն։ Ինչպես կարող եք բնորոշել, պարոն Պետրոսյան, Ադրբեջանի մշակութային էթնոսիտի քաղաքականությունը կոնկրետ Տիգրանակերտի պարագայում։ Ես մտածում եմ, որ ասենք եթե շատ հեշտ հայտարարել, ասենք քրիստոնեական ժառանգությունը աղվանական, որովհետև հայտնի չափով Արցախի եւ Ուտիքի տարածքը եւ մտել է աղվանից եկեղեցու կազմի մեջ ընդհուպ մինչև եսին 19-րդ դարը։ Բայց բանի դեպքում, Տիգրանակերտի դեպքում մենք գործ ունենք զուտ հայկական քաղաքական համակարգի մի դրսևորման, ինչպիսին Տիգրանի կառուցած քաղաքն է, որը որևէ կերպ առայժմ ադրբեջանական ռոպագանդան չի անդրադառնում, չի մեկնաբանում։ Իրենք ասենք բանը եկեղեցին կարող են ասել աղվանական։ Իրենք բանը եթե մի հատ բան կա, իրանց ռոպագանդիստ կա, որը նաև, գիտեք ինչ, մեկ այսպես հիմարությունը զուգադրվում է այդ ռոպագանդայի հետ, ինչը ես չէի ցանկանա մեր հայկական կողմին, ասենք ասում է բանը բան դամբարանը, մասունքարանը, որ մենք բեղել ենք, ասում է սովորական մարդ ով գա կիմանա, որ սա բաղնիք է։
սարկոֆագերը, որոնց մեջ հիմա էլ այդ բաները ոսկրները բանը լրիվ թողել ենք, նույնը մաքրել ենք, չափել ենք դրել, ասում են սրանք էլ ջրի ցիստերներ են, ջուրը բերել են կրել այստեղ, այսինքն դա զավեշտին հասնող մոտեցումների հետ միասին կա զգուշավորություն գոնե առայժմ։ Եթե ասենք անկախ Գանձասարի հարյուրավոր, չգիտեմ, Դադիվանքի հարյուրավոր հայերեն արձանագրություններից ես իրենք կարող են մեծ խոսել, որ դա հետագայում է բանը, Տիգրանակերտի հատկապես անտիկ քաղաքի դեպքում առայժմ իրենք որևէ կռվան չունեն եւ ես կարծում եմ թե դա դեռ երկար է տևելու։ Շնորհակալություն պարոն Պետրոսյան։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսով ավարտեցինք մեր հերթական հաղորդումը։ Բարին ձեզ, կհանդիպենք։